Ողջույն Գյումրի, ողջույն հարգելի գյումրեցիներ, եկեք ավելի բարձր ծափահարություններով մեր այս թիմակիցներին Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ աջակցենք ու սատարենք ու դրանով ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանին ոչ մի բան չի հաջողվել անել։ Հարգելի գյումրեցիներ, քաղաքացիական պայմանագիրը այս քարոզարշավի ընթացքում հարձակումներ է գործել ընդդիմադիր ուժերի, կոմունիստական կուսակցության, իմ հզոր համայնքի, մեր քաղաքի և Մայր Հայաստան դաշինքի դեմ։ Մենք դատապարտում ենք այդ մոտեցումը և կոչ ենք անում ընդդիմադիր ուժերին համատեղել ջանքերը քաղաքացիական պայմանագրին Գյումրիից վռնդելու նպատակով։ Դրա համար մենք ընտրել ենք միացիր որ թողես կարգախոսը և մեր երիտասարդները անցնելով Գյումրիի բոլոր թաղամասերով վանկարկում էին այդ կարգախոսը, որպեսզի միավորեն գյումրեցիներին հանուն դրական փոփոխությունների և ընդդեմ թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող քաղաքացիական պայմանագրի և ուրեմն կրկնում ենք մեր կարգախոսը միացիր, 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 Մայր Հայաստան, համար 4, ճիշտ ընտրություն, Կարեն Սիմոնյան, հարգելի գյումրեցիներ, պահը իրոք ճակատագրական է, դուք էլ եք փաստել, որ այսպիսի ընտրություններ Գյումրիում չեն եղել։ Պատճառը այն է, որ 2023-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դավադրաբար հանձնեց Արցախը, սա առաջին ընտրությունն է դրանից հետո, այսինքն Գյումրու ընտրությունը դառնում է համապետական։ Գյումրին այսօր ոչ միայն հայրաքաղաք է, այլ նաև Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը։ Ծափահարություններ Գյումրիին։ Այս քաղաքական մայրաքաղաք լինելը մեծ պատասխանատվություն է։ Դա նշանակում է, որ ձեր քվեարկությունից կախված է լինելու ամբողջ Հայաստանի ճակատագիրը։ 21 թվականին Նիկոլը վերարտադրվեց և մենք դրանից հետո կորցրեցինք Արցախը։ Հիմա եթե Գյումրիում Աստված մի արասցե, բռնաճնշումներով, կեղծիքներով, տարբեր մեթոդներով սրանց հաջողվի սոսնձված մնալ աթոռին, մենք կարող ենք կորցնել Սյունիքը, հետո նաև ամբողջ Հայաստանը։ Ուրեմն հարգելի գյումրեցիներ, խնդրում ենք, կոչ ենք անում, պահանջում ենք անպայման մասնակցել մարտի 30-ի ընտրություններին և մերժել քաղաքացիական պայմանագրին ձայնը տալով ընդդիմադիր ուժերին և Մայր Հայաստանը պատրաստ է դառնալ այն միավորող ուժը, որը կստանձնի քաղաքի կառավարման պատասխանատվությունը գյումրեցիներին առաջարկելով adekvat և այլընտրանքային քաղաքապետ իդեմս Կարեն Սիմոնյանի բարձր ծափահարություններ։ Հարգելի գյումրեցիներ, Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը։ Ձեր ընտրություններից է կախված, թե ինչպիսին է
ամբողջ աշխարհում ընկալվելու հայ ժողովրդի դիրքորոշումը։ Գյումրին հիմա ընտրում է ամբողջ Հայաստանի փոխարեն։ Գյումրին է որոշելու Հայաստանի ճակատագիրը։ Գյումրին պետք է դառնա այն մեկնակետը, որից հետո սկսվելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության գահավիժումը։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի գյումրեցիներ, դուք իմացեք, որ ձայնը տալով քաղաքացիական պայմանագրին ընտրում եք Նիկոլ Փաշինյանին, ընտրում եք Ալիևի պահանջները, բավարարում եք Էրդողանի նախապայմանները, նպաստում եք թանկացումներին, նպաստում եք սոցիալական ծանր վիճակի խորացմանը, իսկ եթե ընտրում եք ընդդիմությանը, ապա փոխում եք իրերի դրությունը և բերում եք խաղաղություն, հաղթանակ և առաջընթաց։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում գյումրեցիներին քվեարկել ընդդիմության օգտին և փոխել ստեղծված իրավիճակը։ Մարտի 30-ին ընտրատարածքում ձեր քվեարկությամբ որոշելու եք ոչ միայն ձեր երեխաների, ոչ միայն ձեր ծնողների ու ձեր, այլև ամբողջ Հայաստանի ապագան։ Իսկ այս խայտառակ բռնաճնշումները, որ կիրառում է իշխանությունը, ցույց է տալիս իշխանական համակարգի փլուզված վիճակը։ Իրենք էլ գիտեն, որ 15 մասի են բաժանված, չեն կարողանում հաղթահարել իրենց ուզած տոկոսները, դրա համար էլ դիմել են այսպիսի քստվների ու ճղճիմ քայլերի, ամոթ իրենց։ Հարգելի գյումրեցիներ, Մայր Հայաստան դաշինքը քվեաթերթիկում համար 4-ն է։ Ձայնը տալիս ենք Մայր Հայաստան դաշինքին և փոխում ենք զարգացումների ընթացքը դեպի սոցիալ-տնտեսական բարեկեցություն, դեպի թշնամանքի վերացում և դեպի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացում։ Միացիր! 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 Մայր Հայաստան! Համար 4! Կարեն Սիմոնյան! Ճիշտ ընտրություն! Միացիր! Միացիր! Ապրեք ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, հանկարծ չընկճվեք։ Որևէ աշխատանք, որ պլանավորվել էր մեր կողմից, չի դադարեցվելու, չի կանգնեցվելու։ Մենք շարունակելու ենք ել ավելի բարձր մոտիվացիայով, շարունակելու ենք դեպի հաղթական ավարտ և միասին մարտի 30-ին պարզ երեսով նայելու ենք իրար ու ասենք, որ մենք կատարել ենք մեր աշխատանքը մինչև վերջ։ Այդպես է։ Շնորհակալություն սիրելի ժողովուրդ։ Մայր Հայաստան, համար 4, միասին դեպի հաղթանակ, միասին որ փոխենք, ապրենք։